Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Նիստի հարգելի նախագահող, հարգելի падգամավորներ, մնացած ներկաներ, ես շատ կարճ կներկայացնեմ, քանզի վերջերս չէ, տարեկան հաղորդումով արդեն ելույթ եմ ունեցել եւ ներկայացրել են մեր աշխատանքները, նաեւ պատասխանել եմ հարցերին։ Ապրիլի վերջ առավոտյան ֆինանսների նախարարը շատ կարճ բայց ներկայացրեց այն հիմնական ցուցանիշները, որոնք բնութագրում են մեր բյուջեի կատարումը 2024-ի։ Ես միայն մի քանի երանգ կավելացնեմ եւ եթե ձեր մոտ հարցեր լինի, կպատասխանեմ ձեր հարցերին։ Ուրեմն 0.4 միլիարդ, այսինքն մոտ 400 միլիոն դրամ մեր բյուջեի ընդհանուր ծավալն է եղել, կատարողականը կարծես իմ լսած այս մեկ քանի օրվա մեջ ելույթներից ամենաբարձրներից մեկն է 98.8%։ Դա առաջինը պայմանավորված է նրանով, որ մենք ծրագիր ենք, այստեղ հերոսություն չկա հանձնաժողովի, պարզապես մենք իրագործում ենք մեկ ծրագիր, որի բաղադրիչները վաղուց պարզ են, մեր աշխատանքները կայուն են, այդ պատճառով մենք բոլոր հատկացված մեր գումարները ծախսում ենք, կարծում եմ նաև մեծ էֆեկտիվությամբ, իսկ այդ 98.8 պայմանավորված նրանով, որ մենք ինչպես միշտ թերածախս ենք ունեցել կապի էներգիայի միջոցների տակ ձմեռալինում տնտեսում ենք, քիչ ենք հեռախոսներով խոսում եւ այլն։ Մնացած գումարները բոլորը ծախսվել են, բյուջեն 99 միլիոնով ավելացվել էր 2024 թվականին, մեծ մասը այդ գումարի հատկացվել էր աշնանը միջերկրածովյան երկրների կարգավորող մարմինների տարեկան ժողովի անցկացման վրա, համեստ գումար հատկացրեցին, բայց մենք բավականին լավ այդ միջոցառումը անցկացրեցինք, համեստ ենք, բայց այստեղ էլ չգիտեմ ֆինանսների նախարարությունից մեզ լսում են թե ոչ, մենք այս աշնան ունենք շատ ավելի մեծ միջոցառում եւ շատ կարեւոր դա եվրոպական կարգավորող մարմինների հարթակի տարեկան ժողովն է Հայաստանում, որը միավորում է 53 կարգավորող մարմին 46 պետություններից, քանակը կապված է նրանով, տարբերությունը, որ մի շարք երկրներում մի քանի կարգավորող մարմին կա, օրինակ Իսպանիայում Կատալոնիան առանձին ունի, կամ Բելգիայում ֆլամանդցիները եւ ֆրանսիացիները եւ այլն, եւ մենք անկալում ենք բավականին լուրջ պատրաստում ենք, որտեղ դա նաեւ ոչ միայն Հայաստանի, ինչպես ասում են, հեղինակությունն է, այլ նաեւ շատ լավ միջավայր է, որպեսզի մենք կարողանանք որոշ հիբրիդային այսպես գործողություններ անենք մեր գործընկերների միջոցով։ Ինձ բոլորդ երևի հասկացաք, սա է, նաև պետական տուրքերի գծով մենք գերակատարել ենք, այսպես ասած պլանը, 36 միլիոն էր պլանավորված, 34.3 փաստացի եղել, դա պայմանավորված է նրանով, որ արտահերթ որոշ լիցենզավորման մրցույթներ են եղել, եւ նաև այլ եկամուտներ ենք ունեցել, դա իրավախախտումներից առաջացած տուգանքներն է 5.9 միլիոն, ավելի քիչ քան 2023 թվականին, դա պայմանավորված է նրանով, որ 2023-ին ունեցել ենք 64 վարույթ, իսկ 2024-ին 45 վարույթ, սա բացի ամեն ինչից վկայում է, որ մեր հանձնաժողովի կարգավորման տակ գտնվող հեռարձակողները շատ ավելի կարգապահ են դարձել եւ դա ես կարծում եմ նույնիսկ անձեն աչքերով շատ ժամանակ երևում է, սա շատ կարճ եւ եթե մենք գնահատական տանք բյուջեի կատարմանը, ապա այն խնդիրները, որոնք դրված են կամ այն պարտավորությունները, որոնք դրված են օրենսդրությամբ հանձնաժողովի առջև, ապա այս բյուջեով մենք այդ ծրագիրը կատարում ենք, բայց այստեղ ես եւս անգամ պետք է մեր հանձնաժողովի մտահոգությունը փոխանցեմ ձեզ, որ այսօր հանձնաժողովը շարունակում է կարգավորել այդ հարթակների, տեսլասողական հարթակների շատ փոքր սպեկտրը եւ այլ հարթակները 2023-24 թվականին աշխարհի տենդենսն եմ ասում, մեզ մոտ ցավոք այդպիսի չափումներ չեն անցկացվում,
ապա այլ հարթակներում ես նկատի ունեմ համացանցային տեսլասողական ծառայությունները, նրանք արդեն ավելի մեծ լսարան ունեն, քան ավանդական մեդիաները, իսկ այդ հարթակները, ինչպես գիտեք, մեր մոտ ցավոտ դեռ չեն կարգավորում եւ հենց այնտեղ են գեներացվում շատ ժամանակ, ինչպես դուք բոլորդ գիտեք, եւ ատելության խոսքը, եւ թշնամանքը, եւ ապատեղեկատվությունը եւ այլ արարքներ, որոնք ազդում են մեր քաղաքացիների վարմունքի, ֆիզիկական եւ հոգեվոր առողջության վրա։ Մենք եւ ազգային ժողով, հանձնաժողովի նախագահին ուղարկել է եւ կառավարություն տվել ենք մի փոքր փաստաթուղթ, ինչ է հարկավոր անել ելնելով եւ եվրոպական փորձից եւ եվրոպական դիրեկտիվներից, որպեսզի մինիմալ կարգավորում լինի այն հարթակների, որոնք զգալի տեղեկատվական ազդեցություն ունեն Հայաստանում, մենք հույս ունենք, որ այդ մեր առաջարկների վրա ուշադրություն կդարձնեն եւ ինչը իապես կնպաստի, որպեսզի Հայաստանում, այսպես ասած, ավելի բարենպաստ կամ արժանապատիվ մեր համար եւ կարեւոր տեղեկատվական համակարգ ստեղծվի։ Շատ կարճ սա է, ես մեծ հաճույքով ձեր հարցերին կպատասխանեմ, եթե այդպիսի կկան։ Հարցեր կան։ Եթե հարցեր չկան, պարոն Հակոբյան, այս տակտմերների մասով ոնց որ թե այս գլոբալ տակածում նպաստելու է, որ դուք անդադ թերակատար եք, ամեն տարի ավելի քիչ կատարեք, չէ՞։ Ոնց որ բանա վերանայումների կարիք կա, բայց սա որպես միջանկյալ հումոր։ Այս ձեր ասացի վերջին դիտարկման հետ համաձայն եմ, այս նաև հրապարակային կուզեի ասեի, որ մենք հանձնաժողովում քննարկում ենք այդ հարցը եւ ճիշտն ասած այս վերջերս մի միջազգային կոնֆերանսի եմ մասնակցում ու նայեցի շուրջ բոլորս, հետո նայեցի լրագրողներ առանց սահմանների կազմակերպության ցանկը, այն երկրները, որոնք ներկայացված էին, մեջներից ամենաազատը Հայաստանն էր, իսկ պետք է ինչ-որ կերպ կարգավորել եւ դա ոնց որ այդքան էլ կենսամակարդակի մասին չի խոսում, որովհետեւ շատ ավելի զարգացած երկրներ կային, շատ ավելի բարձր կենսամակարդակով եւ շատ ավելի ժողովրդավար եւ այլ չափորոշիչներով Հայաստանից բարենպաստ դիրքերում գտնվող երկրներ, որոնք ոնց որ ավելի ներքև են գտնվում այդ բանի մեդիա ազատության տրամաբանության մեջ եւ այդ հիբրիդային պատերազմների վտանգները հնարավոր է կառավարել միայն զգուշորեն կարգավորելով ոլորտը, ոչ շատ կոպիտ միջամտությամբ եւ մի հարց ունեմ ձեզ, պարոն Հակոբյան, ձեր ընթացքում գտնվող դատական գործերից եւ այդ բողոքարկումներից, բան այդ ինչ կա էլի մենք ոնց որ բանի էպոպեայի նման ամեն հանդիպելուց հարցում եմ ուր հասավ ձեր դատական գործերը, հիմա եթե նոր բան կա ասելու։ Քանակը պակասեց, որովհետեւ մենք այն դատական հայցերը մեր դեն, որոնք մեր համար սկզբունքային են, մենք հաղթեցինք մեծ մասը, դա արդյունք էր նաև նրա, որ այս հաճախ դատական ակտերը մեր դեմ ներկայացվող նաև կոփեցին մեր իրավական ծառայությունը, մենք իսկապես երբ որ սկսում էր այս աշխատանքները, մենք պատրաստ չենք այդպիսի մեծ քանակի դատական հայցերի եւ եթե ես այս թիվը բերել եմ, եթե 2011-ից երբ որ լիցենզավորման առաջին մրցույթները եղան թվային մուլտիպլեքսի համար, մինչև 2018 թիվը հանձնաժողովի դեմ ներկայացվել է ընդամենը 3 դատական հայց, ընդամենը 3, ապա 18-ից մինչև հիմա, եթե այս վերջի բանը հաշվենք, 74 այս 7 ընթացքում, 7 տարվա ընթացքում 74 դատական հայց է եղել, երկու սկզբունքային է մնացել, որը ձգձգվում է պատճառների մասին։ Սկսել են հավատալ իրավապահ համակարգին։ Եվ սկսեցին հավատալ, եւ մենք սկսեցինք ավելի ճիշտ աշխատել, եւ ես կարծում եմ նաեւ կարեւոր է, որ դատական հայցերը մանավանդ վերջի 2 տարվա մեջ պակասեցին, որովհետեւ ուզում եմ հավատալ, որ նաև հեռարձակողների մոտ վստահությունը մեծանում է մեր աշխատանքների վերաբերյալ եւ նրանք բողոքարկելու որևէ առիթ չեն տեսնում, բայց ձեր տնտեսնելու, եթե թույլ կտաք առիթից օգտվեմ, այդ գումարներ տնտեսնելու խնդիրը մի այլ նաև
թեմա հիշեցրեց ինձ, տեսեք, գրեթե բոլոր կարգավորող մարմինները, որոնց աշխատանքների ծանոթ եմ, իրենց ֆինանսական անկախությունը նաև ապահովում է օրենքային կետերով, որ չծախսված գումարները, որը տնտեսել է հանձնաժողովը, կարգավորող մարմինը, դա տեղափոխվում է մյուս տարի, եւ այդպիսով ստացվում է կուտակել եւ կախված չլիներ գործադիր իշխանության, այսպես ասած, կմահաճույքից, որտեղ եթե ինչ-որ բան դուրս չգա, ընդհանրապես ֆինանսավորում կարան այս կամ այն միջոցառման համար չհատկացնեն եւ դա ինչ-որ չափով ապահովում է կարգավոր մարմնի ֆինանսական անկախությունը, իմիջիայլոց, որ արդեն իրենց ռեպորտում, իրենց հաղորդման մեջ եվրոպական էքսպերտները, որոնք գալիս են Հայաստան, մեր անկախ չլինելու պարագան կասկածի տակ չդնելով, միայն կասկածի տակ են դնում մեր ֆինանսական անկախությունը, սա էլ ես կարծում եմ հետագա մեր բանակցությունների կամ համատեղ աշխատելու արդյունքը պետք է լինի, որպեսզի մեր ինքնուրույն աշխատանքը ապահովված լինի նաև ֆինանսական հոսքերով, ոչ թե քանակով, այդ ֆինանսական միջոցները օգտագործելու ազատությամբ, սա որպես առիթ ասեցի։